Այս պայծրությամբ ավելի իրոք արդեն համարյա 50 օր գտնվում ենք, կարծեմ հենց 50 օր գտնվում ենք կալանքում եւ մինչեւ օգոստոսի 24-ն է կամսե կալանքը։ Տեսակցության հնարավորությունը փակ է։ Այս պայծրությամբ իրենք ոչ մենք են կարողանում տեսակցել, այսինքն մենք ընտանիքը ընդհանրապես ծանոթները, ոչ նույնիսկ պատգամավորները, որևէ մեկի համար այդ հնարավորությունը չկա հետ հանդիպելու։ Մոտակա ժամանակ մենք կարծում ենք, որ նույն շաբաթ եւ կլինի դատական նիստը, որը դատաքննության սկիզբն է, պատասխանի, քանի որ արդեն նախաքննությունը վերջացել է, ու գործը տեղափոխվել է դատախազությունը, այնտեղից էլ արդեն դատարան, չգիտեմ, գիտեմ արդեն տեղափոխվել է, այդ դատական նիստի ժամանակ պետք է քննարկեն խափանման միջոցը։ Եվ հույս ունենք, որ գոնե այդ ժամանակ խափանման միջոցը կփոխվի, կալանքից ինքը կկարողանա դուրս գալ։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատության պահանջով Սարյանի այգում ակցիա էր կազմակերպվել։ Ազատազրկումը որպես քաղաքական գործիք, Ավետիք Չալաբյանի գործը եւ մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում խորագիրը կրող ակցիայի համար օրը պատահական չէր ընտրվել։ Օգոստոսի 12-ը երիտասարդների միջազգային օրն է։ Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանի կարծիքով հայ երիտասարդների ապագան վտանգված է, որովհետև նրանց խոսքի ազատությունը շղթայված է։ Խոսքի ազատությունը, կարծիքի ազատության ձեռքերը այսօր կարճ են եւ կապված են, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գործում է այնպիսի վարչախումբ, որը թույլ չի տալիս, որ իրենից բացի որևէ մեկ գործիչ կամ այլ խումբ զբաղվեն քաղաքականությամբ։ Ես հիշեցնեմ, որ առաջի իսկ բողոքը 20 թվականին հենց քաղաքացի Փաշինյան Նիկոլի կողմից բնութագրվել է որպես էլիտաների բողոք։ Այսինքն այն ինչ որ տեղի է ունենում այս բոլոր տարիներին, դա էլիտաների, ազգային էլիտաների հետապնդում է։ Ճիշտ տեղին եմ համարում հիշեցնել Գրիգորյանին, Արմեն Գրիգորյանին, որովհետև մենք ունեցել ենք այդտեղ ոչ միայն հետապնդում, այլ զոհ, եւ էլի եմ ասում, այստեղ դու կարելի է տեսնել, որ կարծիքները քաղաքական կողմնորոշումները տարբեր կարող են լինել, բայց մեկն է, այդ բոլոր անձիկ պատկանում են ազգային էլիտային։ Քաղաքբանտարկյալների խնդիրը դա բոլորի խնդիրն է, թող ոչ ոքին չթվա, որ մարդիկ ասում են ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այդ քաղաքականությունը քացով իրանց դուրը չի ջարդի ու չի մտնի իրանց տուն։ Պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ, որ այնինչ այսօր տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի, Անդրանիկ Թևանյանի, Արեգնաս Մանուկյանի ներողություն եմ խնդրում, եթե անուններ, ինչ-որ մարդկանց անուններ չեմ տալիս, եւ մասնավորապես Գագիկ Ծառուկյանի շուրջ, Ավետիք Չալաբյանի եւ մասնավորապես Գագիկ Ծառուկյանի շուրջ կարելի է վերցնել եւ դասական առումով իրավագիտության ֆակուլտետներում դասավանդել, թե ինչպես է լինում քաղաքական մտքերի, քաղաքական հայացքների խոսքի համար հետապնդումը։